Называется он «Бородинская годовщина». Шли же племена бедой России, угрожая. Պուշկինի Բորոդինյան տարեդարձն է ընթերցում Ռուսաստանի նախագահը։ Племен послушных воле гордой. Պուտինը կարծում է, որ ռուս բանաստեղծի այս ստեղծագործությունը տիպիկ այս օրերի մասին է։ Дома на столе лежит. Իմ տանը սեղանին միշտ դրված է Պուշկինի գիրքը, азад ժամանակ հաճախ եմ թերթում։ Я так люблю. Այն ժամանակների մթնոլորտը, ինչպես էին ապրում, ինչ էին մտածում, ինչ էին շնչում, ամեն ինչ ինձ հետաքրքիր է։ Почувствовать, как люди тогда жили, чем дышали, что думали. Երեք երբ бացեցի գիրքը, միտքս կանգ առավ մի ստեղծագործության վրա, որը առաջ երբեք աչքովս չէր ընկել։ Полистал и наткнулся на одно стихотворение. Ռուսաստանում բոլորս գիտենք Լերմոնտովի Բորոդինո ստեղծագործությունը, բայց երբեք չեմ իմացել, որ Պուշկինն էլ է գրել այդ թեմայով։ Կարդացի ու շատ տպավորվեցի։ Я его прочитал. Это произвело на меня очень серьезное впечатление. Ալեքսանդր Սերգեևիչը կարծես հենց երեք գրած լինի դա։ Երեք կարծես ականջիս ինձ ասեր, լսիր, որ գնաս Վալդայ ակումբ հետդ կվերցնես սա ու մարդկանց համար կկարդաս։ Возьми с собой, прочитай там ребятам своим. Ձեր թույլտվությամբ կարդամ մի հատված։ Սա պատասխան է տալիս շատ հարցերի։ Это ответ на многие вопросы. Պուշկինի այս բանաստեղծությունը նվիրված է Բորոդինոյի ճակատամարտում ռուսական բանակի հաղթանակին։ Но тяжко будет им похмелье, но долог будет сон гостей на тесном хладном новоселье под злаком северных полей. Պուտինը հիշել է Պուշկինին, որ ասի, ինչպես Բորոդինոյում ռուս-ուկրաինական պատերազմում էլ հաղթելու է ռուսական բանակը։ Вот здесь все сказано. Եթե որևէ մեկն ուզում է Ռուսաստանի հետ չափել իր ուժերը, թող փորձի, ասել է Դաշնության ղեկավարը։ Забыли русский штык и снег. Նրա պնդմամբ որոշ երկրներ ցանկանում են Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնել, ստիպել ժողովրդին տառապել, բայց այդ ծրագրերը դատապարտված են ձախողման։ Պուտինի ձևակերպմամբ դա հասկանում են նույնիսկ արևմուտքի էլիտաները։ Уймитесь, спите спокойно. Խելքի եկեք, հանգիստ քնեք, վերջապես զբաղվեք ձեր խնդիրներով։ Տեսեք, թե ինչ է կատարվում եվրոպական քաղաքների փողոցներում, ինչ է կատարվում տնտեսության, արդյունաբերության, եվրոպական մշակույթի եւ ինքնության հետ։ С европейской культурой и идентичностью. Պուտինն անդրադարձել է նաև Կիևին տոմահավ քրթիռներ տալու Միացյալ Նահանգների մտադրությանը։ Նրա պնդմամբ, եթե ամերիկյան վարչակազմը գնա այդ քայլին, վերջնականապես կփչացնի ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Это будет означать абсолютно новый, качественно новый. Դա կնշանակի էսկալացիայի նոր, որակապես նոր փուլ, այդ թվում Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում։ России и Соединенными Штатами. Միաժամանակ Կրեմլի ղեկավարը վստահեցրել է, որ այդ թրթիռները ոչինչ չեն փոխի մարտի դաշտում։ Ռուսաստանի զինված ուժերում գիտեն ատակ սխոցել։ Տոմահավ կորսալ ինչ է որ չսովորեն։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։